Հարգելի գոլեգաներ, ողջունում եմ բոլորիդ, ես Ֆլորա Մուրադյանն եմ, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական շարունակական և մասնագիտական կրթության ֆակուլտետի սրտաբանության ամբիոնի դասախոս։ Աշխատում եմ Էրեբունի բժշկական կենտրոնի անհետաձգելի սրտաբանության բաժանմունքում։ Դասախոսությունը, որ այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ, վերաբերում է ինֆեկցիոն էնդոկարդիտով և իշեմիկ ինսուլտով պացիենտի վարմանը, բուժման մարտահրավերներին։ Պացիենտ, ով ունի նաև ուղեկցող ծանր հիվանդություններ։ Կլինիկական դեպքը ներկայացվել է առաջին համալսարանական կլինիկայի բժիշկներ սրտաբան Մագդաղինե Ստամբոլցյանի և նյարդաբան Եկատերինա Հովհաննիսյանի կողմից 2025 թվականի հունիսի 28-ին կազմակերպված գլխուղեղ և սիրտ գիտակրթական ֆորումի շրջանակներում։ Իդեպ առաջանցնելով ուզում եմ շնորհակալություն հայտնել փայլուն բժիշկներին և պացիենտի վարման և դեպքի ներկայացման համար, շնորհակալություն հայտնել նաև մոդերատորներին պրոֆեսոր Համլետ Հայրապետյանին և պրոֆեսոր Հովհաննես Մանվելյանին, ինչպես նաև ֆրանսիական Սերվիե դեղագործական կազմակերպությանը այս գեղեցիկ միջոցառումը կազմակերպելու համար։ Իսկ ես ներկայացնելու եմ 2023 թվականի ESC էնդոկարդիտների վարման ուղեցույցը այս կլինիկական դեպքի հիման վրա։ Եվ այսպես 52 տարեկան տղամարդը առաջին համալսարանական կլինիկայի դիմել հետևյալ գանգատներով. վերին և ստորին վերջույթների թուլություն, խոսքի խանգարում, դեմքի ասիմետրիա։ Գանգատներն ի հայտ են եկել ընդունումից մոտ 3 ժամ առաջ։ Անամնեզում պացիենտն ունի զարկերակային գերճնշում, ողնաշարի տուբերկուլյոզ, որի կապակցությամբ բուժվել է տուբդիսպանսերում և որտեղից դուրս է գրվել հոսպիտալացումից 3 օր առաջ։ Ջերմել է 5 ամիս շարունակ։ Ընդունման պահին հիվանդի վիճակը ծանր էր, ջերմությունը 38.5 աստիճան Ցելսիուս, թոքերում լսվում էր թուլացած վեզիկուլյար շնչառություն, զարկերակային ճնշումը 101-67 մմ սնդիկի սյուն, պուլսը 72 զարկ/րոպե, սրտի տոները ռիթմիկ էին, խլացած։ Մարսողական և միզային համակարգերի կողմից շեղումներ չեն հայտնաբերվել, նյարդային համակարգում գիտակցությունը պահպանված էր, առկա էր մասնակի սենսոմոտոր աֆազիա, աջակողմյան հեմիպլեգիա և հեմիանեսթեզիա։ Ընդհանուր նյարդաբանական սքորը 19։ Ներկայացված են պացիենտի լաբորատոր տվյալները ընդունման պահին։ Հայտնաբերվել են հեմոգլոբինի, հեմատակրիտի, էրիթրոցիտների և տրոմբոցիտների ցածր կոնցենտրացիա արյան մեջ և C ռեակտիվ սպիտակուցի բարձր կոնցենտրացիա արյան մեջ։ Մյուս անալիզները, ինչպես տեսնում ենք, նորմայի սահմաններում են։ Էլեկտրասրտագրությամբ հայտնաբերվել է սինուսային ռիթմ, սրտի կծկումների հաճախությունը 88 զարկ/րոպե, սրտի էլեկտրական առանցքի նորմալ դիրք և սինուսային ռիթմը ընդհատվում էր փորոքային էքստրասիստոլաներով։ ԿՏ հետազոտությամբ առկա է միջին ուղեղային զարկերակի M1 սեգմենտի խցանում ձախից, կատարվել է էնդովասկուլյար տրոմբեկտոմիա և տրոմբն ուղարկվել է հիստոպաթոլոգիական հետազոտության։ Հիմա անցնենք էնդոկարդիտներին։ Էնդոկարդիտը սրտի ներքին շերտի էնդոկարդի բորբոքային ախտահարում է, որը հիմնականում ներառում է փականները, երբեմն խորդաներն ու միջփորոքային միջնապատը և կարող է տարածվել նաև իմպլանտացված ներսրտային սարքերի վրա։ Ինֆեկցիոն էնդոկարդիտով պացիենտի վարումը իրականացվում է մուլտիդիսցիպլինար էնդոկարդիտի թիմի կողմից։ Էնդոկարդիտի թիմը բազմապրոֆիլ է։ Մեծ քանակով տարբեր մասնագիտության բժիշկներ են մասնակցում այս հիվանդության բուժմանը։ Այստեղ տարբերակում են հիմնական և լրացուցիչ անդամներ։ Հիմնական անդամներն են սրտաբանները, սրտային պատկերավորման մասնագետները, սիրտանոթային վիրաբույժները, միկրոբիոլոգները, ինֆեկցիոնիստները և այսպես կոչված ամբուլատոր ներերակային հակաբիոտիկային բուժման մասնագետները։ Մեր երկրում այսպիսի մասնագետներ չկան, լինի դա ստացիոնար օղակում թե ամբուլատոր օղակում, հակաբակտերիալ բուժմամբ զբաղվում են մեր սրտաբաններն ու թերապևտները, բայց արտասահմանում, ինչպես տեսնում եք, նաև հատուկ այսպիսի մասնագիտություն կա։
Լրացուցիչ անդամներն են ռադիոլոգներն ու միջուկային բժշկության մասնագետները, ֆարմակոլոգները, նյարդաբանները, նեյրովիրաբույժները, նեֆրոլոգները, անեսթեզիոլոգները, ինտենսիվ թերապիայի մասնագետները, նարկոլոգները, նաև հերիատրիկ բժշկության մասնագետները, սոցիալական աշխատողները, որովհետև հիվանդությունը բավականին բարդ ընթացք ունի, երկար ժամանակ է պահանջում բուժման եւ այս պացիենտները շատ հաճախ հայտնվում են դեպրեսիայի մեջ, բուժքույրերն ու պաթոլոգները իհարկե։ Ընդհանուր առմամբ էնդոկարդիտի թիմի կազմումը նպատակ ունի աջակցել առաջնային հիվանդության և նրա բարդությունների վաղաժամ հայտնաբերմանը, ճշգրիտ ախտորոշմանը, հակաբիոտիկներով միասնական ընդունված բուժման նշանակմանը, ուղեցույցային բուժման նշանակմանը և վիրաբուժական միջամտության որոշման ճիշտ ժամանակին կայացմանը, այսինքն հետաձգել ևս չի կարելի վիրահատական միջամտությունները։ Ի սկզբանե մեր պացիենտը սուր նյարդաբանական կլինիկայով ընդունվել է նյարդաբանական բաժանմունք և նրա բուժումը կազմակերպել է նյարդաբանը, սակայն հետագայում բուժման պրոցեսի մեջ ընդգրկվել են նաև ֆթիզիատրը, հեմատոլոգը, ինֆեկցիոնիստը, ուրոլոգը և իհարկե սրտաբանը։ Ահա դուք տեսնում եք մասնագետների կոնսուլտացիաները, հեմատոլոգն առաջարկել է ստուգել վիտամին B12-ի և ֆերրիտինի կոնցենտրացիաները արյան մեջ և արդյունքում գրանցվել են բավականին բարձր ցուցանիշներ, նա ախտորոշել է երկրորդային պանցիտոպենիա, ինֆեկցիոնիստը ժխտել է լայմ բորելիոզի հիվանդությունը, ֆթիզիատրի կոնսուլտացիայի արդյունքում հաստատվել է ողնաշարի L3, L4 ողների տուբերկուլոզ ակտիվ փուլում և նա նշանակել է միջազգային ուղեցույցերին համապատասխան բուժում իզոնիազիդով, ռիֆամպիցինով, պիրազինամիդով և էտամբուտոլով։ Ուրոլոգը ժխտել է միզային համակարգի ինֆեկցիան։ Սրտաբանը առաջարկել է կատարել տրանսթորակալ և տրանսէզոֆագալ էխո սրտագրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել են միտրալ փականի դեգեներատիվ փոփոխություններ, միտրալ հետ հոսք 3-րդ աստիճան, կրակալած փականի փեղկեր, շարժուն գոյացություններով, այսինքն վեգետացիաներ են հայտնաբերվել։ Տրիկուսպիդալ հետ հոսք առաջին 2-րդ աստիճան, ձախ փորոքի արտամղման ֆրակցիան պահպանված է եղել 50%, ձախ նախասիրտը լայնացած էր և առկա էր ֆունկցիոնալ բաց օվալ անցք։ Այս բոլոր հետազոտությունների արդյունքում ախտորոշվել է սուր ինֆեկցիոն էնդոկարդիտ, առանց հարուցչի հայտնաբերման և ինչպես առաջարկում է ուղեցույցը և կատարվում է սովորաբար բոլոր կլինիկաներում, նշանակվում է էմպիրիկ հակաբակտերիալ բուժում, մինչև արյան նմուշներում կամ վեգետացիաներում կհայտնաբերվի հարուցիչը։ Որպես էմպիրիկ հակաբակտերիալ բուժում մեր պացիենտի համար ընտրվել է վանկոմիցին գենտամիցին զուգակցումը։ Վանկոմիցինը նշանակվել է 15 մգ կիլոգրամ օրական 2 անգամ դոզայով, իսկ գենտամիցինը 1 մգ կիլոգրամ օրական 3 անգամ դոզայով։ Ֆթիզիատրի ցուցումով այս հակաբակտերիալ բուժմանը ավելացվել է նաև հակատուբերկուլոզային բուժումը։ Կատարվել է արյան բակտերիոլոգիական քննություն, վերցվել է 3 նմուշ 30 րոպե ինտերվալով, իհարկե պատասխանը ստացվել է 1 շաբաթ հետո, բայց ես ուզում եմ արդեն իսկ ներկայացնել պատասխանը, քանի որ արյան կուլտուրայում հայտնաբերվել է Enterococcus superior, որը զգայուն է եղել վանկոմիցինի նկատմամբ և միջանկյալ զգայուն գենտամիցինի նկատմամբ։ Ստացվում է, որ մեր ընտրած էմպիրիկ բուժումը եղել է բավականաչափ տեղին և բավականաչափ զգայուն հետագայում հայտնաբերված էնտերոկոկի նկատմամբ։ Ինֆեկցիոն էնդոկարդիտի հարուցիչները բազմազան են։ Հիմնականում դրանք ստաֆիլոկոկներն են, ստրեպտոկոկները և էնդերոկոկները, ավելի հազվադեպ կարող են լինել այսպես կոչված հասեք խմբի մանրեները, սնկիկներն ու վիրուսները։ Ստաֆիլոկոկները նպաստում են սուր զարգացող, ագրեսիվ ընթացքով էնդոկարդիտի զարգացմանը, իսկ ստրեպտոկոկերն ու էնտերոկոկերը ավելի շուտ ենթասուր ընթացքով ինֆեկցիոն էնդոկարդիտի հարուցիչներ են։ Ինչ խոսք, ինֆեկցիոն էնդոկարդիտի ախտորոշման հիմքում ընկած է արյան ցանքսը, հարուցչի հայտնաբերումը և հակամիկրոբային զգայունության որոշումը։
Եվ այս տեսակետից տարբերում են արյան դրական և բացասական ցանքսով ինֆեկցիոն էնդոկարդիտներ։ Արյան դրական ցանքսով ինֆեկցիոն էնդոկարդիտ նշանակվում է հայտնաբերված է հարուցիչը, իսկ բացասական ցանքսով ինֆեկցիոն էնդոկարդիտ նշանակում է հարուցիչը հայտնաբերված չէ։ Սակայն, եթե հարուցիչը հայտնաբերված չէ, սա չի նշանակում, որ այն գոյություն չունի։ Արյան բացասական ցանքսով ինֆեկցիոն էնդոկարդիտների դեպքում հարկավոր է կատարել ավելի խորը հետազոտություններ, հարկավոր է կատարել սերոլոգիական ռեակցիաներ, ՊՇՌ թեստեր, իմունահյուսվածաբանական և ՌՆԹ սեկվենտավորում և արյան և վեգետացիաների համար։ Արյան ցանքսի բացասական արդյունքի պատճառներ կարող են հանդիսանալ նախկինում ստացած հակաբակտերիալ բուժումը, դանդաղ աճող բակտերիաները, աճի հատուկ միջավայրեր պահանջող մանրեները, պարտադիր ներբջիջային բակտերիաները, ինչպիսիք են օրինակ խլամիդիաները։ Այս խմբի մեջ են մտնում բրուցելլան, կոքսիելլան, միկոպլազման, լեգիոնելլան, խլամիդիան, սնկերը և միկոբակտերիաները։ Հիշեցնեմ, որ մեր պացիենտի մոտ հայտնաբերվել էր էնտերոկոկ, այսինքն նա արյան դրական ցանքսով ինֆեկցիոն էնդոկարդիտ ուներ։ Էլ ավելի հազվադեպ ինֆեկցիոն էնդոկարդիտի պատճառ կարող են հանդիսանալ ընդամենը 3-ից 5% դեպքերում հասեք կոչվող խմբի մանրեները։ Խմբի անունը կազմված է այս խմբի մեջ մտնող մանրեների անվան առաջին տառերից։ Ահա տեսնում ենք սլայդի ձախ հատվածում հեմոֆիլուսը, ակտինոբացիլուսը, կարդիոբակտերիումը, էյկենելլան և քինգելլան։ Սրանք բավականաչափ հազվադեպ հանդիպող հարուցիչներ են, նրանք գրամ բացասական ֆակուլտատիվ անաերոբ բակտերիաներ են։ Նորմայում ապրում են բերանի խոռոչում, կոկորդում, վերին շնչուղիների լորձաթաղանթում, սակայն որոշակի պայմաններում կարող են առաջացնել ենթասուր ինֆեկցիոն էնդոկարդիտ։ Սրանց հայտնաբերումը շատ դժվար է և նրանք նույնպես կարող են ապահովել արյան բացասական ցանքսով ինֆեկցիոն էնդոկարդիտ, քանի որ աճում են շատ դանդաղ և դժվարությամբ են հայտնաբերում լաբորատոր պայմաններում, պահանջում են հատուկ միջավայրեր, մասնավորապես հարստացված CO2-ով, ունեն երկար ինկուբացիոն շրջան և նրանց պիտի հետազոտել, աճեցնել 5 օրից մինչև 2 շաբաթ տևողությամբ։ Ինչպես արդեն ասացի, ինֆեկցիոն էնդոկարդիտի բուժումը պետք է սկսել անհապաղ, մինչև հարուցչի հայտնաբերումը նմուշառումից անմիջապես հետո։ Ահա 2023 թվականի ինֆեկցիոն էնդոկարդիտի վարման ուղեցույցը նախքան պաթոգեն հարուցչի իդենտիֆիկացիան նատիվ փականների ինֆեկցիոն էնդոկարդիտի համար առաջարկում է սկզբնական էմպիրիկ հակաբակտերիալ բուժման մի քանի զուգակցումներ։ Առաջինը ամպիցիլին և ցեֆտրիաքսոն զուգակցումն է 2A ապացուցողական մակարդակով։ Խնդրում եմ ուշադրություն դարձնել դեղորայքի դոզաներին։ Ամպիցիլին 12 գրամ օրական 4-ից 6 անգամ ներերակային դոզայով և ցեֆտրիաքսոն 4 գրամ օրական 2 անգամ ներերակային կամ միջմկանային դոզայով, կամ կլոքսացիլին 12 գրամ օր 4-ից 6 անգամ ներերակային դոզայով և գենտամիցին 3 մգ կգ օր 1 անգամ ներերակային կամ միջմկանային դոզայով։ Եթե կա ալերգիա բետա-լակտամների, այսինքն պինիցիլինի նկատմամբ, ապա խորհուրդ է տրվում վանկոմիցին և ցեֆազոլին զուգակցումը։ Ընդ որում, վանկոմիցին 30 մգ կգ օրական 2 անգամ ներերակային դոզայով և ցեֆազոլին 6 գրամ օրական 3 անգամ ներերակային դոզայով, կամ գենտամիցին 3 մգ կգ օրական 1 անգամ ներերակային կամ միջմկանային դոզայով և ցեֆազոլին 6 գրամ օրական 3 անգամ ներերակային դոզայով։ Սա մի փոքր ավելի ցածր ապացուցողական մակարդակով։ Ահա դուք տեսնում եք ուղեցույցը, ասածիս ապացույցները։
Էնտերոկոկային նատիվ փականային ինֆեկցիոն էնդոկարդիտի դեպքում 2023 թվականի ES-ի ուղեցույցն առաջարկում է օգտագործել հետևյալ զուգակցումները. ամպիցիլին կամ ամոքսիցիլին և ցեֆտրիաքսոն զուգակցումը կամ ամպիցիլին և գենտամիցին զուգակցումը։ Կրկին պիտի խնդրեմ ուշադրություն դարձնել դեղորայքի դոզաներին։ Ամպիցիլին 12 գրամ օրական ներերակային 4-ից 6 անգամ դոզայով, իսկ ցեֆտրիաքսոնը 4 գրամ օրական ներերակային 2 անգամ դոզայով 6 շաբաթ շարունակ։ Ամպիցիլին և գենտամիցին զուգակցումը ավելի կարճ ժամանակ է պահանջում, ընդամենը 2 շաբաթ տևողությամբ կարելի է կիրառել այս զուգակցումը։ Ամպիցիլինի դոզան նույնն է 12 գրամ օրական ներերակային 4-ից 6 անգամ, իսկ գենտամիցինը 3 մգ կիլոգրամ օրական 1 անգամ ներերակային կամ միջմկանային։ Ապացուցողական բազան, ինչպես տեսնում եք, էմպիրիկ բուժումից բարձր է, առաջին B։ Եթե կա կայունություն բետա-լակտամների պենիցիլինի նկատմամբ, ապա խորհուրդ է տրվում վանկոմիցին և գենտամիցին զուգակցումը։ Այստեղ ապացուցողական մակարդակը առաջին C է։ Կրկին դոզաները խիստ բարձր են, վանկոմիցինը 30 մգ կիլոգրամ օրական 2 անգամ ներերակային դոզայով, իսկ գենտամիցինը 3 մգ կիլոգրամ օրական 1 անգամ ներերակային կամ միջմկանային։ 6 շաբաթ վանկոմիցինի տևողությունն է, 2 շաբաթ գենտամիցինի տևողությունը։ Ահա տեսնում եք ուղեցույցը։ Եթե հիշում եք, մեր պացիենտի էմպիրիկ բուժումը սկսվել էր հենց վանկոմիցին և գենտամիցին զուգակցումով, սակայն կրկնակի պակաս դոզաներով, վանկոմիցինը 15 մգ կիլոգրամ օրական 2 անգամ դոզայով, իսկ գենտամիցինը 1 մգ կիլոգրամ օրական 3 անգամ դոզայով։ Պատճառը արյան ելակետային տվյալների ցածր ցուցանիշներն էին, դրանք գտնվում էին նորմայի ստորին սահմանի վրա, և ասեմ ավելին, հակաբակտերիալ բուժումից 3-4 օր հետո պացիենտի բուժումը դադարեցվում է, քանի որ գրանցվում է արյան տվյալների էլ ավելի վատացում, տոտալ պանցիտոպենիա։ Ահա տեսնում ենք արյան տվյալները, որոնք գրանցվել են հակաբակտերիալ բուժման ֆոնին, կրիտիկական ցածր տվյալներ են տրոմբոցիտների, լեյկոցիտների, հեմոգլոբինի, պացիենտը ստանում էր նաև ֆիզիատրի կողմից նշանակած հակատուբերկուլոզային բուժումը, իսկ այս բոլոր անտիբիոտիկները բերում են լեյկոպենիայի, անեմիայի, տրոմբոցիտոպենիայի, այսինքն պանցիտոպենիայի, նույնիսկ կարիք է եղել 1 փաթեթ էրիթրոցիտար զանգվածի փոխներարկման։ Ինչ խոսք, ինֆեկցիոն էնդոկարդիտի հակաբակտերիալ բուժումը կառուցվում է արյան ցանքսի արդյունքների հիման վրա, սակայն նրա ախտորոշման մեջ պակաս կարևոր չեն պատկերավորման մեթոդներն ու չափորոշիչները։ Պատկերավորման մեթոդներից տրանսթորակալ և տրանսեզոֆագյալ էխոսրտագրությունը, սրտի կատեն, պետկատեն և սպեկտ-կատեն։ Ընդհանրապես ինֆեկցիոն էնդոկարդիտի ախտորոշումը դրվում է դյուկի չափորոշիչների հիման վրա, գոյություն ունեն մեծ և փոքր դյուկի կրիտերիաներ, չափորոշիչներ, մեծ չափորոշիչները, որոնք համարվում են նաև հիմնական կրիտերիաներ, երկուսն են՝ արյան դրական ցանքսը, համապատասխան բակտերիաների հայտնաբերումով և պատկերավորման մեթոդներով հայտնաբերված վեգետացիաները, աբսցեսը, նոր փականային հետհոսքը։ Փոքր չափորոշիչները երկրորդային դյուկի կրիտերիաներն են, նախատրամադրող վիճակները, ռիսկի գործոնները, օրինակ թմրամոլներ, ջերմության առկայությունը 38 և բարձր աստիճան Ցելսիուս, էմբոլիկ դիսեմինացիաներ, օրինակ ուղեղային և թոքային էմբոլիաներ, հեմատոգեն սեպտիկ բարդություններ, շաղկապենու արյունազեղումներ և այլն։ Իմունաբանական դրսևորումներ՝ գլոմերուլոնեֆրիտ, օսլերի հանգույցներ, ռոտի բծեր և այլն,
եւ մանրէաբանական ապացույցներ, այստեղ արյան դրական ցանց, որը սակայն չի համապատասխանում վերոնշյալ մեծ չափորոշիչներին, այսինքն մանրէների ակտիվ ինֆեկցիայի առկայություն հայտնաբերված շրջաբանական թեստերով կամ ավելի խորը լաբորատոր հետազոտություններով։ Ահա այս չափորոշիչների հիման վրա ախտորոշումը համարվում է վերջնական կամ հստակ, եթե առկա է 2 մեծ չափորոշիչ կամ 1 մեծ եւ առնվազն 3 փոքր չափորոշիչներ կամ 5 եւ ավել փոքր չափորոշիչներ։ Ախտորոշումը համարվում է հնարավոր կամ հավանական, եթե առկա է 1 մեծ եւ 1-2 փոքր չափորոշիչներ կամ 3-ից 4 փոքր չափորոշիչներ, եւ ինֆեկցիոն էնդոկարդիտի ախտորոշումը ժխտվում է վերոնշյալ չափորոշիչների բացակայության կամ այլընտրանքային ախտորոշման առկայության դեպքում։ Դինամիկայում հեմատոլոգիական տվյալների կարգավորումից հետո պացիենտին ցուցվել է միտրալ փականի պրոթեզավորում։ Նախավիրահատական շրջանում հիդրոթորաքսով պայմանավորված իրականացվել է երկկողմանի պլևրոցենտեզ եւ հեռացվել է գումարային 5 լիտր սերոզ բնույթի հեղուկ, կատարվել է նաեւ սելեկտիվ կորոնար անգիոգրաֆիկ հետազոտություն, որի արդյունքում կորոնար զարկերակների կողմից հեմոդինամիկ նշանակալի նեղացումներ չեն հայտնաբերվել։ Այստեղ ուզում եմ հստակեցնել մի քանի կարևոր կետեր։ Ինֆեկցիոն էնդոկարդիտի վիրահատական միջամտություն պլանավորելիս խորհուրդ է տրվում նախապես գնահատել կորոնար զարկերակների անատոմիան սելեկտիվ կորոնար անգիոգրաֆիկ հետազոտության օգնությամբ, մասնավորապես եթե պացիենտը 40 տարեկանից մեծ տղամարդ է, հետ դաշտանադադարային տարիքի կին է, կամ եթե առկա է մեկ կամ մի քանի սրտանոթային ռիսկի գործոն կամ կորոնար զարկերակների հիվանդություն անամնեզում։ Սակայն կորոնար անգիոգրաֆիան հակացուցված է աորտայի փականի վեգետացիաների դեպքում յատրոգեն էմբոլիզացիան բացառելու նպատակով։ Այս դեպքում կորոնար զարկերակների անատոմիան կարելի է գնահատել կորոնար կատե անգիոգրաֆիկ հետազոտությամբ։ Նույնիսկ իշեմիկ ինսուլտը անհետաձգելի կամ անհապաղ սրտային վիրահատության համար հակացուցում չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ հիվանդի գիտակցությունը խորը տուժած է։ Համաձայն ռետրոսպեկտիվ հետազոտությունների, հեմոռագիկ ինսուլտից հետո առաջին 2 շաբաթների ընթացքում կատարված վիրահատություններն արձանագրել են դրական ելքեր։ Մեր պացիենտին կատարվել է միտրալ փականի պրոթեզավորում, մեխանիկական միտրալ փականի տեղադրումով, ընդհանուր արհեստական շրջանառության ժամանակը 142 րոպե, իշեմիան 80 րոպե, մարմնի մինիմալ ջերմաստիճանը 30 աստիճան Ցելսիուս, հետվիրահատական շրջանը անցել է հարթ, հեմոդինամիկան եղել է կայուն, հեռացված փականային հյուսվածքն ուղարկվել է հյուսվածաբանական եւ մանրէաբանական քննության, սակայն ոչ թրոմբեկտոմիայից հետո վերցրած թրոմբում եւ ոչ էլ ենթափականային ապարատի մանրէաբանական հետազոտության արդյունքներում ախտածին կամ պայմանական ախտածին միկրոֆլորա չի հայտնաբերվել։ Մեկ այլ կարևոր հարց եմ ուզում բարձրացնել. արդյոք ինֆեկցիոն էնդոկարդիտը կարիք ունի հակամակարդիչ բուժման։ Ինֆեկցիոն էնդոկարդիտը ինքնին հակատրոմբոցիտար կամ հակակոագուլյանտային բուժման ցուցում չունի, իսկ արյունահոսական բարդությունները նույնիսկ արդարացնում են այս պրեպարատների վաղաժամ դադարեցումը։ Առաջին C ապացուցողական մակարդակ։ Ասեմ ավելին, ինֆեկցիոն էնդոկարդիտով պացիենտներին տրոմբոլիտիկ թերապիան հակացուցված է։ Իսկ ներգանգային արյունազեղմամբ եւ մեխանիկական փականով պացիենտների համար պետք է դիտարկել ոչ ֆրակցիոն հեպարինի հնարավորինս վաղ վերսկսումը, իհարկե հեմոդինամիկայի եւ ընդհանուր վիճակի կայունացումից հետո։ Մեր պացիենտի հետվիրահատական շրջանում արդեն միտրալ փականի պրոթեզավորումից հետո ստացել է վարֆարին, դոզաները տեսնում եք, եւ INR-ը պահպանվել է 2-ից 3-ի սահմաններում, ամոքսիցիլին եւ կլավուլոնատ 1000 մգ օրական 2 անգամ,
պանտոպրազոլ 40 մգ, բիսոպրոլոլ 5 մգ, ատորվաստատին 40 մգ։ Պացիենտը գանգատներ չուներ, լաբորատոր ցուցանիշները եղել են նորմայի սահմաններում և էխո սրտագրությամբ արձանագրվել է միտրալ պրոթեզավորված փականի բավարար ֆունկցիա։ Պրակտիկ բժշկության մեջ խիստ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները։ Ինֆեկցիոն էնդոկարդիտի բարձր ռիսկի խմբում գտնվող պացիենտներին վիրաբուժական միջամտություններից առաջ, օրինակ ատամների, պոլիպների հեռացում, լորձաթաղանթի կտրվածքներ եւ այլն, ցուցված է ամոքսիցիլինի 2 գրամ միանվագ պերոս նշանակումը միջամտությունից 30-ից 60 րոպե առաջ կամ կլինդամիցին 600 մգ պենիցիլինի նկատմամբ ալերգիայի կամ կայունության դեպքում։ Իսկ ինֆեկցիոն էնդոկարդիտի բարձր ռիսկի խմբում գտնվում են այն պացիենտները, ովքեր ունեն պրոթեզավորված սրտային փականներ, նախկինում տարած ինֆեկցիոն էնդոկարդիտ, սրտի բնածին արատներ չշտկված կամ շտկված թիանոտիկ արատներ և սրտի տրանսպլանտացիա։ Եկեք իմի բերենք մեր կլինիկական դեպքը և կատարենք մի քանի եզրահանգումներ։ Նախ և առաջ ինֆեկցիոն էնդոկարդիտով հիվանդի բուժումը պահանջում է մուլտիդիսցիպլինար մոտեցում տարբեր մասնագետների ներառումով։ Այս դեպքի բուժումը հեշտ չէ, դյուրին չէ, պայմանավորված իրար հակասող տարբեր պաթոլոգիաների առկայությամբ, ողնաշարի տուբերկուլոզով, պանցիտոպենիայով, ինչպես նաև հակաբիոտիկների կիրառման անհրաժեշտությամբ և անհնարինությամբ, ինսուլտի առաջացման աղբյուրը նույնպես հարցեր է առաջացնում, ելնելով այն հանգամանքից, որ տրոմբի մանրէաբանական քննությամբ բակտերիաներ չեն հայտնաբերվել։ Ենթադրվում է, որ տեղի է ունեցել տրոմբի մանրէաբանական մաքրում իմուն համակարգի միջոցով։ Պարզվում է ուղեղի տրոմբներում մանրեները կարող են շատ արագ ոչնչացվել մակրոֆագերի, նեյտրոֆիլների կամ լիզիսային մեխանիզմների օգնությամբ։ Ուղեղի հյուսվածքը պարունակում է ակտիվ իմուն համակարգ, իսկ ինսուլտից հետո առկա է էլ ավելի ուժեղ բորբոքային պատասխան։ Որոշ հետազոտություններ ցույց են տալիս, որ միայն 10-ից 30% դեպքերում է էմբոլիկ ինսուլտների պարագայում հայտնաբերվում կենսունակ մանրէ։ Իսկ ներվիրահատական վերցրած ենթափականային ապարատի կենսաբանական նյութում մանրէաբանական բացասական արդյունքները և այսպես կոչված ստերիլ վեգետացիաների փաստը կարելի է բացատրել մի քանի ճանապարհով։ Մի կողմից, քանի որ պացիենտը ստացել է հակաբակտերիալ բուժում, վանկոմիցին և գենտամիցին, հնարավոր է բացասական ցանքսով ինֆեկցիոն էնդոկարդիտի առկայություն։ Մյուս կողմից, տուբերկուլոզով պացիենտի մոտ կարող է լինել նաև ոչ բակտերիալ տրոմբոտիկ էնդոկարդիտ։ Ստերիլ վեգետացիաները իհարկե պարունակում են ֆիբրինային զանգվածներ, տրոմբոցիտներ, չեն պարունակում մանրեներ, սակայն նրանք կարող են դառնալ էմբոլիաների պատճառ։ Արյան մեջ էնտերոկոկային բակտերեմիան կարող է լինել պատահական երկրորդային ինֆեկցիա, ամիսներ շարունակ հակատուբերկուլոզային բուժում ստացող և իմունոդեպրեսիվ վիճակում գտնվող պացիենտի համար։ Այսքանով ես ավարտեցի իմ դասախոսությունը, շնորհակալ եմ ձեր ուշադրության համար և ներողություն եմ խնդրում ձեր համբերությունը չարաշահելու համար։ Շնորհակալություն։